Արցախցի ակտիվիստին ազատ արձակելու պահանջով օրեր տևած նստացույցից քաղաքասարակության մի քանի դիմումներից հետո դատախազությունը որոշել է 23 օր բանտում հացադուլ անող Արթուր Օսիպյանին կալանքից անհապաղ ազատ արձակել։ Որոշումն ուղարկվել է Նուբարաշենի բանտ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ հաշվի են առել հենց քաղաքասարակության ներկայացուցիչների երաշխավորությունը ու հսկող դատախազին ուղղված միջնորդությունները։ Այսօր Օսիպյանին այցելել էր Մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը հայտնել էր, թե նրան ու մյուս հացադուլավորներին բացատրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքները։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է, որ քննարկվի այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը։ Ժամեր առաջ էլ արդարադատության նախարարն էր կարևորել Օսիպյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի։ Մինչ արդարադատության նախարարը 23 օր սննդից հրաժարված Օսիպյանի առողջական վիճակը կայուն էր գնահատել, փաստաբանը անհրաժեշտ է համարել, որ երիտասարդը հիվանդանոց տեղափոխվի, որ բժիշկների հսկողության տակ լինի։ Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ նրա վիճակը ծանր է, օրեցօր հյուծվում է, քաշի զգալի կորուստ ունի, բայց չգիտեն, թե օրգաններն ինչ վիճակում են։ Որպես բողոքի նշան Օսիպյանն արդեն 1 շաբաթ է հրաժարվել է նաև բուժզննումից։ Ինչ անդառնալի փոփոխություններ են եղել օրգանիզմում, դա պետք է կոմպլեկտ բժշկական ստուգում անցնի, որպեսզի պարզվի, ինչպես նաև պետք է իրան վերաբերվեն ոչ թե որպես կալանավորի, այլ որպես բուժառուի, քանի որ կալանավորը եթե հացադուլ է իրականացնում, արդեն ձեռք է բերում բուժառուի կարգավիճակ հիվանդի։ Փաստաբանը փոխանցեց, որ Օսիպյանը չի դադարեցրել հացադուլը։ Արցախցի տղամարդը բանտում հայտնվեց, երբ Արաբկիրում վարչապետի Քարոզ Արշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին սուր, բայց ոչ վիրավորական հարցերով դիմեց։ Ավելին, Փաշինյանն ինքը վիրավորեց Օսիպյանին, նրան անվանեց փախած, անգամ հարցրեց, թե ինչու չի զոհվել Ղարաբաղյան պատերազմում։ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով կալանավորված Օսիպյանը, որպես բողոքի նշան, ձերբակալվելուց հետո հացադուլ հայտարարեց, Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն փախած է անվանել ու վիրավորել։ Փաշինյանը սակայն ինքն էր ներողություն ակնկալում Օսիպյանից։ Արցախցի ակտիվիստին ազատ արձակելու պահանջով նախագահական նստավայրի դիմաց 10 օրից ավելի նստացույց էր անում Գեղամ Օհանյանը եւ նրա համախոհները։ Այս 10 օրերի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ոչ մի անգամ հրապարակավ չանդրադարձավ իրեն ուղղված դիմումին։